Բարի լույս, այս անգամ մեր աշխատանքային առավոտը շինարարական է, ինչպես է քարե-քարի վրա դրվում և շենք դառնում, հետաքրքրեց, ուրեմն մնացեք մեզ հետ, որովհետև այսօր մենք հայ շինարարների հետ կմասնակցենք Երևանում վերխոյացող շենքերից մեկի շինարարական աշխատանք։ Շատ ու շատ տարիներ առաջ այստեղ կրկին շինարարական բուռն աշխատանքներ էին տարվում, կառուցվում էր Երևանի պատմական բերդը, գրեթե 5 դար անց այստեղ կառուցվում է նույնանուն Երևանյան բերդ, բայց այս Երևանյան բերդը թաղամաս է, իսկ անվանումը պայմանավորված է տարածքի պատմական անցյալով։ Կառուցվող թաղամասում աշխատանքները սկսում են վաղ առավոտյան, քանի որ թաղամասի ապակա բնակիչները սրտադրով սպասում են իրենց բնակարաններ մուտք գործելուն։ Ինչպես ցանկացած առավոտ շինարարությունը սկսվում է նախորդ օրվա կատարված աշխատանքների շարունակությունը։ Դա կլինի բետոնային աշխատանքներ, ամրանային աշխատանքներ, թե կարկասի հավաքում, մետաղական կարկասի հավաքում, ամրանային կարկասի հավաքում, ասենք մեր մոտ աշխատանքը շարունակական է։ Մեր օրը հաջորդ օրվան նման չի։ Հաճախ է, երբ որ գալիս են, ասենք բնակիչները գալիս են, ես օրինակ մեծ հաճույքով իրենց ուղեկցում զգում եմ իրանց այդ սրտի դողը, թե ոնց են նրանք ուզում մտնեն իրանց տուն, մարդիկ 10-15 տարով սպասել են դրան, կամ ամբողջ կյանքը սպասել են դրան։ Հիմա ինձ համար այդքան էլ մեծ նեղություն չի իրանց ուղեկցել, ցույց տալ իրանց շենքը, հետո երբ որ իրանց աչքի առաջ հավաքվում դա, իրանք են տեսնում շենքի ամրությունը, մի քիչ ավելի վստահությունը շինարարի հանդեպ եւ շինարարության հանդեպ մեծանում։ Ամեն առավոտ այստեղ եռում է աշխատանքային գործընթացը։ Շինարարական աղմուկը բոլոր շինարարներին մշտապես թափ է պահում։ Մեծ մեքենաներով անընդհատ բերվում են նոր շինանյութ, մուրճերն ամուր զարկում են քարին եւ այսպես շարունակ։ Պետք է հոգի դնի ցանկացած աշխատանքի մեջ։ Ամենահասարակ ճաշը ուտելուց նույնիսկ պետք է հոգի դնես, եթե պարտականություն ես կատարում, դա արդեն երևի նման չի աշխատանքի։ Ավարտական փուլը, երբ որ արդեն մարդիկ մտնում են, այդտեղ արդեն շինարարին համարյա անհելու բան չունի։ Այդտեղ ուղղակի ինքը կողքից հրճում է, որ իր կառուցած շենքում մարդիկ են ապրում ու ինչու՞ չէ երջանկանում դրանով։ Շինություն կառուցելը բարդ ու պատասխանատու գործ է։ Քարը քարի վրա դնելը դեռ շինարարություն չէ։ Շինարարությունը դա շատ բարդ մեխանիզմ է, որի մեջ որ ցանկացած մետաղ, ցանկացած ամրան, ցանկացած բետոնի կտոր պետք է ճիշտ իր տեղում աշխատի։ Երբ որ չի աշխատում, դա արդեն ինչ որտեղ ճիշտ չի ստացվում։ Դուք էլ որ նայում եք, զգում եք, որ այդ քարը իր տեղում չի։ Ճիշտ չի դրված, դա իր տեղում չի, դա ոնց որ ավելորդ խալ մարդու երեսին։ Հայ շինարարը միշտ էլ գիտակցել է իր գործի կարևորությունը։ Դրա համար էլ դեռ հնուց շինարարներն անգամ հաջողություն խոստացող հատուկ սովորույթներ են մշակել։ Այսօր էլ շատ շինարարներ իրենց նախնիների սովորույթներին հավատարիմ են մնում։ Այդ օրը, երբ որ առաջի բետոնը պետք է արվի, օրվա վերջին հավաքվում ենք, նշում են դա առաջի բետոնի մուտքը տվյալ օբյեկտ շինարարական օբյեկտ անպայման նշվում է։ Հետո դրա հետ մենք հայկական ադատին սովորություններին համապատասխան մանրադրամ են նետում այդ տվյալ հիմքի մեջ, որ այդ հիմքի այդ բնակարանում ապրողները ապրեն լիության մեջ։ Անկեղծ ասած, այս տեսանյութը պատրաստելու ընթացքում առաջին անգամ մտքովս անցավ, որ ապրում եմ մի բնակարանում, որն ամենայն հոգացությամբ ընտանիքիս համար կառուցել է լրիվ օտար մեկը։ Այս գիտակցումից էլ հասկացա, թե ինչու է շինարարի գործը եղել եւ հիմա էլ մնում է ժողովրդի կողմից ամենահարգված աշխատանքներից մեկը։ Այն մարդը, ով քեզ համար տուն է կառուցել, դառնում է իր ձեռքերով կառուցած տանդ ամենասպասված հյուրը։ Իհարկե, հենց հետևի շենքը։ Հենց այդտեղ ես այդ շենքի համար երևի տեղ մոտ 60-65 ընտանիք տեղի բնակիչներ էին, որոնք որ տեղում ստացան բնակարաններ, իրանց տներն էր ստեղ։ Ես այդ բոլորի տանը երևի ամենացանկալի հյուրն եմ։ Այսօր էլ, եթե ես ցանկացած դուր ծեծեմ այդ 60 ընտանիքից, ես գիտեմ, որ ինձ իրենց հարազատի նման կընդունեն։ Այս կառուցողական տրամադրությամբ էլ մեր նկարահանու խումբը հեռացավ շինհրապարակից։ Մինչ նոր աշխատանքային առավոտներ։